զոհերի իշտակը, որոնց եկեղեցին սրբադասեց, եւ այն իշտակը, որ մի մասը նաեւ իմ ընտանիքն է, քանի որ իմ ծնողները կոտորածից փրկված երկու զավակներն են մեծացած որբանոցում, իմ երկու ծնողները։ Գալիս եմ այստեղ իմ ընտանիքի սրբազան պարտքը կատարելու, ոչ միայն ընտանիքի, նաեւ մեր համընդհանուր։ Մայստրո, մտավորականությունը ինչու աղմուկ չի բարձրացնում։ Մտավորականությունը ինչու աղմուկ չի բարձրացնում, երբ որ տեսնում եմ։ Գիտեք ինչ, ես այնքան միայնակ կյանքով, այնքան փակ կյանքով եմ ապրում, 86 տարեկան եմ։ Ես չգիտեմ ով ինչ է անում, բալիկ ջան, այնքան սերունդ կա, որոնց երաժիշտների մեջ չեմ ճանաչում։ Չգիտեմ անունները չեմ լսել, որտեղ ես միայնակ եմ, մենակ եմ ապրում, կին չունեմ, երեխա մեստեղ չեն, եւ հավասիկ արդարանում եմ մասին, թե ինչու չգիտեմ, թե ինչ են անում մտավորականները։ Բայց դուք հեղինակություն եք ձեր ձայնը հասարակության համար։ Ես տնից դուրս չեմ գալիս, բալիկ, ես լավ է, չեք հասկանում, ես չեմ ուզում խոսել այս մասին։ Բայց ձեզ մեղադրում են, զուտ ուզում եմ դրա համար ներկայացնեք։ Դե ես պիտի մեղադրեմ պիտի, այո, իրավունք ունեն երևի, ես չգիտեմ, ուրիշ տեսակ ապրել, եթե հնարավոր լիներ ինձ կապրեի, տնից շատ քիչ եմ դուրս գալիս, եւ արդարանալ չեմ ուզում, ես իմ անելիքը անում եմ, շուտով 350 դպրոցական երեխա մի համերգ են տալիս, որը ամբողջ երաշխությունը իմն է, ժողովրդական բանահյուսական նյութերի հիման վրա գրված, տարբեր բարբառներով հայերենի, եւ սա է իմ պատասխանը, միակ բանը, որ կարող եմ անել եւ իմ, ինչ ասեմ, լավագույնը, որ կարող է անել, սա է, սիրով։